Չորհնված խորհրդարան օր երկրորդ կեսօր է նորընտիր ազգային ժողովը դեռևս նախագահ չի ընտրել առայժմ նիստը վարելու պարտականությունն ինչպես վերջին 4 գումարումների ընթացքում կնյազ Հասանովի ուսերին է տարիքով ամենաավագ պատգամավորի։ Շարունակում են քննարկել ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։ Խորհրդարանի ղեկավարի պաշտոնին հավակնում է միայն մեկ թեկնածու իշխանությունից Ռուբեն Ռուբինյանը։ Ես ակնկալում եմ, որ ձեզ կընտրեն, որովհետև ընդդիմադիրները ուրիշ թեկնածու չեն առաջադրել եւ ես կարծում եմ իրենք էլ համաձայն են, որ խորհրդարանում չկա ավելի լավ ազգային ժողովի նախագահի թեկնածու, քան դուք եք։ Իսկ իրականում հակադարձում են ընդդիմությունից։ Խորհրդարանի նախագահի թեկնածու չեն առաջադրել ոչ թե այն պատճառով, որ ԿՊԱ-ական Ռուբինյանից առավել արժանավորի չեն տեսել իրենց շարքերում, ինչպես պնդում է նրա խմբակիցը, այլ այն, որ ընդդիմադիրների համար իրավիճակն առավել քան պարզ է եղել։ Պայքարում իրենց նույնիսկ ավելի լավ թեկնածուն առավելություն գրանցելու հնարավորություն չէր ունենա, քանի որ իշխանության մանդատներն այսպես թե այնպես 23-ով ավելի է։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները իրականություն չեն դարձնի նաեւ իշխանական պատգամավորի մյուս ակնկալիքը՝ խորհրդարանի նախագահ դառնալու հարցում չեն աջակցի Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։ Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու ձեզ։ Հուսով եմ շատ չեք տխրի, որ ես ձեզ կողմ չքվեարկեմ, ինչպես կողմ չի քվեարկելու ամբողջ Հայաստան դաշինքը։ Հայաստան խմբակցությունը ոչ միայն Ռուբինյանին չի ընտրելու ազգային ժողովի նախագահի պաշտոնում, այլև քվեարկությանը չի մասնակցելու, իսկ ուժեղ Հայաստանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երբեմնի բանագնաց այժմ ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանին Նարեկ Կարապետյանը նաև այս թեմայի վերաբերյալ ասելիք ունի։ Կուզենայի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է։ Ադանա քաբաբը սիրելու մասին երեք հենց ինքը Ռուբինյանն էր հայտարարել ընդդիմադիրների հարցինի պատասխան Թուրքիայում հետազոտություն իրականացնելու տարիների մասին պատմելիս։ Հիմա նոր ազգային ժողովի ըստ էության առաջին քննարկումն ամփոփելով, չնայած տարաձայնություններին Ռուբեն Ռուբինյանը ընդդիմության հետ երկխոսությունը վատը չի համարում, որևէ պատգամավոր առայժմ չի տուժել, ընդգծում է։ Ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ քննարկումը վատը չէր եւ ես կարծում եմ, որ ի պատիվ մեզ բոլորիս բավականին բարձր մակարդակ էր քննարկումներում։ Ես համարում եմ, որ դուք ընդունել եք իմ առաջարկը եւ համարում եմ, որ Տիկին Գրիգորյանն էլ է ընդունել իմ առաջարկը բարեկիրթ լինելու։ Իդեպ Տիկին Գրիգորյան, ես չեմ առաջարկել «Ребята, давайте жить дружно», ես առաջարկել եմ լինել «Ребята, давайте быть բարեկիրթ»։ Նորընտիր խորհրդարանում առանց հնարավոր աժիոտաժի անցնում է նաև առաջին քվեարկությունը, արդեն իսկ հայտարարված համամասնությամբ, բացառապես կուսակիցների աջակցությամբ Ռուբեն Ռուբինյանը 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահն է։ Մեծարգո պարոն Հասանով, իմ եւ բոլորիս անունից շնորհակալություն ենք ձեզ հայտնում։ Հեշտ է Ռուբինյանի տեղակալների ընտրությանն է, ՔՊ-ն իրեն հասնող 2 տեղում առաջարկում է պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի եւ Հայկ Կոնջորյանի թեկնածությունները, ընդդիմության աթոռի համար առաջադրվելու է ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։